առողջ միջավայրը համարում են որպես կյանքի որակի կարևոր ցուցանիշ։ Անթրոպոցենտրիզմի դիրքերի զիջում տեղի ունենում է, թե այնուամենայնիվ դեռ մարդը դիմադրում է։ Մարդը հենց բնությունը դիտեց որպես ռեսուրս, տեղից սկսվեց մեր, խնդիրները մարդ-բնություն հարաբերության մեջ։ Ինքն ինձ ասում է, գիտես, պլաստիկ մի առ, բայց ինքը բոմբեր է գցում, գնում գենդեր փարթի համար գույն է փոխում ջրի, սա ինչ է։ Բոլորս ասում ենք շատ ենք սիրում բնությունը, բայց եթե առիթ է լինում, մենք հաստատ ընտանիքում երկրորդ մեքենան ենք գնում։ Բոլորս իրավունք ունենք բարեկեցիկ եւ ճոխ կյանքի։ Բարև ձեզ, Բուն TV եթերում Բարդ մարդ հաղորդաշարն է եւ ձեզ հետ ինչպես միշտ հոկեբան Սոնա Մանուսյանը եւ բանաստեղծ Կարեն Անդաշյանն են։ Բարդ թեման, որ այսօր քննարկելու ենք, կրում է մարդու եւ իր միակ տան հետ հարաբերությունները խորագիրը։ Այս հարցը քննարկելու համար մեզ այսօր հյուրընկալվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։ Լիլիթ ջան, ողջույն։ Ողջույն։ Ձեզ հյուր ունենալով մեծ է գայթակղությունը խոսել Հայաստանի գլխին ծառացած բազմաթիվ էկոլոգիական խնդիրներից, շրջակա միջավայրի եւ սննդային անվտանգության հետազոտություններից, որոնք դուք անում եք եւ պարբերաբար լուսաբանում եւ դառնում օրակարգային հարց այդ հետազոտություններով, բայց մենք այս հաղորդաշարում փորձում ենք խոսել բաներից, որոնցից սովորաբար չեն խոսում մարդիկ։ Այսինքն ռեֆլեքսիա անել, մտածել ավելի sense մի քիչ մեծ եւ կոնցեպտուալ կատեգորիաներով։ Դրա համար մարդու եւ իր միակ տան երկիր մոլորակի այդ հարաբերությունների մասին խոսակցությունը ուզում եմ սկսել ամենասկզբից, լսելով, ակնկալելով լսել ձեր կարծիքը։ Մենք հիմա շատ ենք ասում, որ այս էկոլոգիական ճգնաժամերը կարծես թե տեխնացին են, տեխնոլոգիա եւ ինդուստրիալիզացիայի դարաշրջանում են ի հայտ եկել, բայց փաստը այն է, որ մարդը նաեւ էգզիստենցիալ առումով շատ ավելի վաղուց է կտրվել բնությունից կամ զատել ամենայն դեպս իր գիտակցության բնությունից։ Խնդրում եմ մեկնաբանես, որտեղից է գալիս մարդու եւ բնության այդ հակասությունը, որտեղ մնացած տեսակները կարծես թե իրենց էկոհամակարգերում մի տեսակ բալանսի մեջ են։ Ինչի է մարդը կտրվել, զատել իրան, օտարել բնությունից եւ ինչի է հասել այս ծայրահեղ վիճակին։ Նախ շնորհակալություն հրավիրելու այս թեմայի եւ նաեւ այդ տեսանկյունի, որից թեման նայում ենք, որովհետեւ 20 տարի նույն խնդիրների մասին խոսելը այդքան էլ հեշտ չի։ Եվ այո, սա նաև առիթ է ինչ-որ տեսական մտածողության ձևերի անցնելու։ Լավ հարց եք տալիս։ Ես մի քիչ համաձայն չեմ, որ մնացած համակարգերը տենց լավ իրանց էկո համակարգում են, որտեվ չգիտենք, մեզ չեն պատմել, դեռևս չենք կարողանում լսել, բայց իմ կարծիքով մարդը հենց բնությունը դիտեց որպես ռեսուրս, տեղից սկսվեց մեր, խնդիրները մարդ-բնություն հարաբերության մեջ, որովհետև եթե դու համարում ես դա քոնն է, ռեսուրս է, դու պետք է իրան կառավարես։ Երբ որ կառավարում ես, արդեն տեր ես քեզ զգում, երբ որ տեր ու տնօրեն ես լինում, արդեն քեզ թվում է թե ինչ կուզես կարաս անես, Դա նաև մարդկանց ղեկավարման մեջ է, երբ որ տնօրեն են դառնում, շատերը մտածում են, որ հեսա ղեկավարելու եմ, դու մի ասա դու պիտի ծառայես։ Հիմա մենք բնության նկատմամբ ինձ թվում է տես տրանսֆորմացիայի ենք ենթարկվել, երբ որ մենք համարում ենք, որ դա մերն է, մենք կառավարում ենք եւ իրան դիտում ենք որպես ռեսուրս։ Ես կարծում եմ այն մեխը հենց դա է, որ մենք այտենց տեր տուն ու տանտիրոջ հարաբերությունների մեջ ենք, այնինչ մենք պետքա իրար հետ փոխ հարաբերվենք, այսինքն փոխ ազդենք իրար հետ, բայց մենք համարում ենք, որ մենք բանական ենք, այդ բանականությամբ մենք պետքա կառավարենք, բայց ոչ մեկ չի ասել, որ մնացած կենդանի էակները բանական չեն, եւ արդեն նաեւ գիտությունն ասում է, որ ոչ միայն բանական են, այլ ինֆորմացիա են իրար հետ փոխանցում։ Լիլիթ հենց վերջին ասացիդ մի տեսակ միացնելով հաջորդ հարցը մի տեսակ անթրոպոցենտրիզմի դիրքերի զիջում տեղի ունենում է, թե այնուամենայնիվ դեռ մարդը դիմադրում է, ուզում է այդ տեր տիրականի եւ կենտրոնում, աշխարհի տիեզերքի կենտրոնում լինելու
զգացողությունը պահպանել, որտեղ փաստորեն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ այդ մենաշնորհը մարդուն է, չի, հա, կամ որ բնությունը մի ամբողջական էկոհամակարգ է իր կոմունիկացիաներով, չէ, լեզուներով, ու մարդը փաստացի այլևս կենտրոնում չի։ Ուրեմն ինչ է մարդը ու ինչ նոր հարաբերություններ պիտի ձևավորի բնության հետ։ Գիտեք, եթե տենց շատ աբստրակտվենք, մարդն է իրան կենտրոնում դրել։ Ու համարում է, որ ինքը կենտրոնում է, բայց եթե բնության եւ երկրագնդի տեսանկյունից նայես, մարդը կենտրոնում չի, ճիշտ է, ինքը ունի կենսաերկրաքիմիական կարևոր ֆունկցիա տարերի միգրացիայի առումով, բայց մենք ենք մեծ կարևոր կենսա Այո, եւ դա դրական, այդքան էլ դրական ֆունկցիա չի, որը բերում է բնական հավասարակշռության խախտման, բայց ամեն դեպքում մենք ենք մեզ դնում տենց, որ մենք կենտրոնում ենք, բայց իրականում բնագետները, որոնք, այսինքն այն բնագետները, որոնք էկոլոգիական եւ շրջակա միջավայրի խնդիրները չեն քաղաքականացնում եւ շատ գլոբալիզացիա տակը դնում, այդ բնագետները, որոնք իրոք բնության ուժերն են հետազոտում, մեկը բնությանն են դնում կենտրոնում, որովհետեւ մարդը ինչքան էլ իր թեկուզ կենսաերկրաքիմիական ֆունկցիայով բնության վերափոխման ուժ է, բայց ես կոնկրետ հավասարի նշան չեմ դնում։ Դա գիտական մոտեցման հարց է, մենք ուսանողների հետ էլ շատ ենք քննարկում, հենց այդպես ենք սկսում մեր առարկան, արդյոք հավասարի նշան դնում ենք, թե չէ, յուրաքանչյուրը իր համար է որոշում։ Ես բնական երևույթներին եւ պրոցեսներին, գործոններին քաջ ծանոթ լինելով, մարդուն կենտրոնում չեմ դնում։ Ուրիշ բան, որ ես ինքս իմ վարքագծում, մեկը ես եմ կենտրոնում, որովհետև ես սիրում եմ լավ ապրել, ես սիրում եմ, չգիտեմ, լավ հագնվել, չէ, եւ դրանով մենք մի քիչ կեղծ ենք դարձնում այդ խոսակցությունները, որ հիմա անթրոպոցենտրիզմը դուրս է գալիս։ Խոսքը առաջին հերթին հենց մարդակենտրոնության որպես գիտակցության կամ գաղափարախոսության դոմինանտ ձևի մասն է, որը նաեւ կապ ունի այդ տիրոջ եւ շահարկողի սահմանը անցնելու հետ, չէ, որքան էլ որ դուք ձեր մասնագիտության տեսանկյունից տեսնում եք մարդու տեսակ շատ չափավոր եւ համեստերը, միևնույնն է մարդը դեռ շարունակ ինչ անում, գնում գենդեր փարթի համար գույնա փոխում ջրի, սա ինչ է, ինքը դիմադրում է այդ բացառիկության ոնց որ ստատուսը կորցնելուն, շարունակում է դեռ իրեն բացառիկ տերը զգալ բնության, կամ որ գիտելիքը իրան կօգնի հետ քաշվել եւ ավելի լայն տեսնել իրեն։ Գիտեք, ընդհանրապես դեպի բնությունն էլ եթե նայեք, մենք ինքներս, հա, սկզբից ձգտումները երիտասարդ տարիներին այլ են, քանի մեծանում ես փոխվում է, նույնը հասարակության մասին է խոսում, հասարակությունը ինքան հասուն է լինում, որ կարողանա գնահատի այ բնությունը, բնության հետ ներդաշնակությունը, դրա համար ճանապարհ պետք է անցնի, որ հասկանա ինչա բնությունը, որովհետև տենց խոսքերով բոլորս ասում ենք շատ ենք սիրում բնությունը, բայց եթե առիթ է լինում, մենք հաստատ ընտանիքում երկրորդ մեքենան են գնում, եթե առիթ է լինում, այսինքն մենք խոսքերով գլոբալ առումով եւ նաեւ լոկալ, մենք ամեն մեկս մեր կենցաղում շատ սիրում ենք բնությունը։ Բայց ինչ վատ բան են արել մարդիկ, մտածում ենք, որ գենդեր փարթի է, հիմա սննդի ներկեն բան արել։ Եթե գնաք հանքալեռնային գոտիներում նայեք, մեր հանքալեռնային գոտիները ամեն օր եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ շատ աշխարհի շատ երկրներում փարթի մեջ է ձեր ասած, դրա համար տենց մեծ արձագանք մենք երբեմն փոքր դեպքերին ենք տալիս եւ դա էլ խոսում է նրա մասին, որ մենք ավելի շատ տենց շոու առաջացնող բաներին ենք ուշադրություն դարձնում, քան խորը մտնում ենք այդ փոխհարաբերությունների մեջ եւ փորձում ենք հասկանալ, թե բնության մեջ մեր դերը որտեղ է։ Եթե դուք շաքեի ջրվեժ ոդկով գնաք, կհասկանաք մենք, որ խորը անգիտակցության մեջ ենք բնության հետ կապված բոլոր հարցերում։ Այսինքն դուք նշեցիք եւ իհարկե արդարացիորեն բնության ահարկ ու անողոք եւ աներկբա ուժը մեծ առումով, օրինակ արևի վրա մի փոքր մագնիսական դաշտի ակտիվությունը մեծանում արևի ակտիվության արդյունքում բոլորս արդեն վատ ենք եւ խոհեմաբար եւ համեստաբար ընդունում ենք բնության գերակայությունը, բայց մյուս կողմից մարդկության քաղաքակրթության տեսանկյունից որ նայենք, sense մի տիրապետելու անզուսպ ուժ կա մարդու մեջ, մի հատ սով կա, որ ստիպում է եւ աշխարհը սարքել ելնելով սեփական կենտրոնական ելնելու մտքից եւ նաեւ մի տեսակ խորապես հաստատվել է քաղաքակրթության մեջ այն առաջադիմության ձգտելու միտքը, որ մարդը պետքա լավ ապրի։ Եվ այդ սպառողականությունը ոնց որ
դարձել է մեր ժամանակների գլխավոր ուղենիշը, որ բոլորս իրավունք ունենք բարեկեցիկ եւ ճոխ կյանքի։ Հիմա այս լիբերալ առաջադիմական այս մոտեցումը, առաջընթացին ձգտելու մոտեցումը, որ խորը հակասության մեջ է իրականում բնության հետ հարաբերությունների, արդյոք այլընտրանք չունի, արդյոք կա որևէ այլընտրանքային մոդել, որը հակասություն չի ստեղծում մարդու լավ ապրելու եւ բնության հանդեպ հոգատարության միջեւ։ Նայած լավ ապրել ասելով ինչ ենք հասկանում, չէ՞, էդ էլ տենց ինչ որ կարող է ձևակերպված բնորոշում է, բայց այդ ձևակերպումներին գուցե չենք, ես լավ ապրել ուրիշ ձև եմ հասկանում, հաստատ հիմա սենյակում գտնվող մարդկանց հարցում անենք, բոլորս տարբեր ենք, բայց քաղաքակիրթ աշխարհում ձեր ասած, որտեղ արդեն հասարակությունը այնքան է մեծացել, որ բնությունն է սկսում կարևորել, այնտեղ կյանքի որակն են դնում հիմքը, հա, այդ լավ ապրելու, որը բազմա կոմպոնենտ է, այո, բազմա կոմպոնենտ է եւ երջանկությունը, շրջակա միջավայրի որակը, առողջությունը, այդ տիպի ինչ որ կոնցեպտներ են դրած այդ կյանքի որակի ինդեքսի մեջ։ Երջանկության զգացումը եւ այլն եւ այլն։ Դրա համար այդ ամեն ինչը ինձ թվում է տանում է նրան, որ պետք է հասարակությունները կամած մեծանան, կան հասնեն դրան, թե մեծանալու ընթացքում բնությունից ինչ կմնա, այդ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում հասունանալ իմաստով է, չէ՞ ասում։ Այո, հա, այդ առումով։ Չէ, մեծանալը լավ է ստացվում, չէ՞, ընդլայնվում քանակով են մեծանը։ Հա, չէ, եւ քանակը իհարկե կարեւոր է, բայց նաեւ որակն է կարեւոր։ Ու այդ կյանքի որակի գաղափարը, որ ես չեմ կարծում որ Հայաստանում գնահատված է, հա, որովհետև այն պետություններում, որտեղ սոցիալական հարցերը եւ էգզիստենցիալ այն անվտանգային հարցերը առաջնահերթ են, մի տեսակ բնությունից, էկոլոգիայից, տենց բարձրյալ բաներից խոսելը մի տեսակ տենց բան է առաջացնում, հա, անհավասարակշիռ վիճակ է առաջացնում, որովհետև զուտ կենցաղային եւ անվտանգային հարցերի հետ գործ ունենք, բայց ընդհանուր առմամբ եթե գլոբալ նայում ենք, այո, հիմա արդեն նաև առողջ միջավայրը համարում են որպես կյանքի որակի կարևոր ցուցանիշ, հա, եւ եթե առաջ ներքին համախառն արտադրանքով էին, հա, պետությունների զարգացվածությունը հաշվում, հիմա էլ գուցե տնտեսական հաշվարկների համար, բայց միշտ եղել է անուղղակի ինդեքսներ, նույն երջանկության ինդեքսը, շրջակա միջավայրի բնության նկատմամբ սիրո երջանկության ինդեքսը, դրանք բոլորը խոսում են պետությունների զարգացվածության մասին։ Այսինքն զուտ որոշակի հանրային գիտակցության եւ դրանից բխող քաղաքական պահանջի, քաղաքական օրակարգի հարց է եւ որոշակի նաեւ գիտելիքի ըստ էության, որտեղ եթե դու չունես գիտելիք, որ շրջակա միջավայրը ոչ թե շահագործման ենթակա մի բան է, ռեսուրսը, այլ քո տունն է, քո բարեկեցության կարևոր գործոնն է, ոչ մի բան չի ստացվում արդյունքում։ Դե ես կարծում եմ սոցիալական ստատուսն է շատ կարևոր, եթե մենք էլի մարդուն ենք բերում կենտրոն, սոցիալական ստատուսը շատ կարևոր է, որպեսզի մարդը ունենա այդ գիտակցումը եւ իրան դիտի որպես բնության մի մաս, հա, եւ դա է շատ կարեւոր, որ մենք չենք կարողացել հասել գուցե այդ հասուն հասարակության օբյեկտիվ պատճառներով եւ սուբյեկտիվ պատճառները դնում եմ մի կողմ, օբյեկտիվ պատճառներով մենք հասարակությանն էլ պետք է, ոնց մեր երեխային ենք մեծացնում, տենց էլ հասարակությանը պետք է մեծացնենք։ Ես չեմ հավատում տենց տարերային հասունացման եւ կտրուկ վարքագծի փոփոխություններին, դա չի կարող լինել, նամանավանդ Գիտեք, շատ հաճախ եվրոպական արևմտյան երկրներ, երբ որ այցելում ենք, մի տեսակ միջև նաև այս պատերազմները, նաև Ուկրաինայի, մի տեսակ տենց բթացում էինք տեսնում մարդկանց մոտ, որտեղ երկար տարիներ պատերազմ չէին տեսել եւ այդ ապահովության մեջ, այո, ապրում էին եւ իրենց հուզող հարցերը եւ մեզ հուզող հարցերը մի տեսակ տենց շատ հաճախ լռում էին, որպեսզի, չգիտեմ, իզգոյ սոցիալական իզգոյի մեջ չլինեիր։ Հիմա մի քիչ իրանք իրակի անուղղակիորեն մեզ հասկանում են, բայց այս հասարակության տարբերությունների մեջ հավասարի բերել եւ այդ բնության նշանակությունը նույն հարթակում քննարկելը մի տեսակ, չգիտեմ, ոնց որ դարել է էլիտար խոսակցություն։
այ մի հատ sense բան է մոտս հարց չի, ճիշտն ասած մի քիչ պիտի խոսամ։ Այ զուգահեռ երբ խոսում էր այն մասին, որ կախ քաղաքակիրթ աշխարհ ու նաև կար հասար պատերազմի օրինակին, ինձ մոտ զուգահեռ խմորվում էր հենց այդ հարցը։ Մի տեսակ ոնց որ քաղաքակիրթ աշխարհ եկեք մի քիչ ճակերտների մեջ դնեմ այնուամենայնիվ ունի այդ շքեղությունը այդ բնության հիմա այլ հոգատարը լինելու դիրքավորման, հա, որ հիմա ես, որովհետև փաստացի մենք այն երկրներից ենք, որոնք օրինակ ռեսուրսի հումք են, չէ, եւ մենք չենք կարողացել օրինակ այնքան հզոր լինենք, որ դառնանք այդ ռեսուրսները հերվից տնօրինող, հա, այսինքն այդ երկիրը օրինակ քաղաքակիրթ Եվրոպան ունի այդ շքեղությունը իր բնության մասին մտածելու, բայց մի տեսակ թողնելու, որ մեկ այլ տեղ օրինակ հանք փորվի։ Ուզում եմ ասել, ես հակասություն կա այնուամենայնիվ, որտեղ այդ նույն բնությանը հոգ տանողը կամ դա քարոզողը նաև այդ բնությանը եւ աշխարհին տիրապետողն է մի տեսակ, որը նաև պատերազմներ է ոնց որ ռեժիսուրա անում եւ այլն եւ այդ պատերազմը շատ ուղիղ եւ շատ ավելի մեծ հետևանք ունենում, չէ, բնության վրա, քանին պլաստիկ, այո, քանին պլաստիկ բաժակ օգտագործել, ինքը ինձ ասում է, գիտես, պլաստիկ մի առ, բայց ինքը բոմբեր է գցում։ Ուզում եմ ասել, այս հակասություն կա մի հատ ու այս հակասության ֆոնին ուզում եմ հասկանալ այդ հնարավոր է իրականում գլոբալ համագործակցություն աշխարհի բնության պահպանման, բարելավման, բնությանը մերձենալու շուրջ, թե այդ լինելու է մի տեսակ դրվագային հարցը ռետորական է, թե չէ, հարցն է համարը, որ մի քիչ էլ գնանք։ Գիտեք, գլոբալ տենդենսները շատ վաղուց է սկսվել, հա, երբ եղավ արդեն գիտակցում եւ հավաքվեցին լիքխելոք մարդիկ, սկսեցին հասկանալ թե լավ էս աճի սահմանները որտեղ են, հետո նաև դա դարավ աճի սահմաններից դուրս, հա, գրականություն եւ 92 թվականին սկսվեցին այդ գլոբալ Ռիոյի սամիթները, որտեղ նաև բյուրեղացան հասարակությունների կայուն զարգացման կոնցեպտները, հա, որը հենց այդ գլոբալության մասին էր, որ բնությունը սահմաններ չունի, եկեք միասին հասկանանք ինչ խաղի կանոններով ենք օգտագործում։ Եվ այդ եթե վերադառնանք կառավարմանը, այդ կայուն զարգացման կոնցեպտները եւ գլոբալ տենդենսները բերեցին նրան, որ կառավարման մոդան էլ, հա, ճակերտներով փոխվեց։ Առաջ ասում են կառավարում, ասում են կայուն կառավարում, հա, եւ այդ կայուն զարգացման տակ ինչ է դրած։ 3 կոմպոնենտ է դրած՝ տնտեսական զարգացում, բնության օրենքներով եւ սերունդների հավասարություն։ Պետություններ եղան, որ դա ուղղակիորեն հասկացան, օրինակ Նորվեգիայի նման պետությունը եւ սկսեց իր ռեսուրսները այնպես օգտագործել, որ ինքը մի քանի սերունդի համար արդեն կուտակել է, այդ հավասարությունը ապահովել է։ Մեր նման պետությունները ամեն ինչը շատ հաճախ կներեք այդ բառի համար գրեհկացնում ենք, հա, որովհետեւ դառնում է լրիվ ուրիշ պատմություն, չեմ ուզում շատ խորանալ, որպեսզի միստական չլինի։ Իսկ մեծ պետությունները իրանք այլ ձևով են գրեհկացնում եւ սենց ոնց որ մի տեսակ ինչ որ գլոբալ հասարակություն իրար հետ լուր պայմանավորվում են, այ դու ես չես անում, ես եմ անում, դու ես չես անում ու եթե տենց մի քիչ քաղաքականացնեմ, հա, որտեվ ես բնագիտական գիտության մաս եմ, հա, իսկ էկոլոգիայի մեջ շատ քաղաքականություն կա եւ դա գործիք է զարգացած պետությունների ձեռքում, զարգացող պետությունների գլխին էլ մահակա։ Դրա համար այդ կառավարումը սկսվեց փոխվել։ Օրինակ, ինչով էր դա արտահայտվում, եթե սկզբում աղտոտում էիր բնությունը, ապա այդ աղտոտելուց հետո էին մտածում, բա ինչ պետք է անենք, աղտոտեց։ Հետո ասեցին, չէ, սենց ինչի փոխում ենք։ Փոխեցինք աղտոտիր եւ վճարիր։ Հետո տեսան, էս էլ է հավես, է աղտոտում եմ, վճարում եմ։ Ով է տերը։ Էդ էլ լավ չի։ Ապրանք են վարձում։ Այո։ Հետո սկսեցին երկրագունդը զոնավորել։ Երկրագունդը եւ նաեւ տարա, հա, այստեղ արդյունաբերական է կարելի է, այստեղ, չգիտեմ, կենսոլորտային պահպանավայր է, քխաչի կարելի է, այս արգելոց է, այս պահպանավայր է, այս հանգստյան գոտի է, ռեկրեացիա, տեսան չէ, էդ էլ մի բան են չի, որովհետեւ սահմաններ չես կարողանում դնել, բնությունը ամեն դեպքում գլոբալ է եւ իր կանոններով է շարժվում։ Հիմա եկավ արդեն նախազգուշավորության եւ կանխազգուշավորության, որ քաղաքակիրթ երկրներում, եթե որևիցե մի տնտեսական գործունեություն օրինակ հանքի շահագործում, բացահայտվել է, որ ունի ոչ կառավարելի ռիսկեր, ապա պետությունը չի գնում դա շահագործելու։
այ էտա որ չանենք հետո մտածենք, վա, ես ինչ արեցինք։ Այ հիմա աշխարհը այդ մոդելի, այդ մոդայի մեջ է, որ պետքա այդպես լինի։ Ընդ որում ոչ միայն շրջակա միջավայրի, այլ սննդի անվտանգության, ասենք բոլոր անվտանգային հարցերում այդ կանխազգուշավորության կամ նախազգուշավորության սկզբունքն է մոդա։ Մենք դեռ մնացել ենք այն ուղղակի անվանումների մակարդակում օրինակ հիմա փորձում են, եթե ես ճիշտ հասկացա, հայեցակարգի ու դրա կիրառման միջև ինչ որ սինխրոնություն ապահովել, էլի ուղղակի չասել պետք է այսպես անել, պետք է այսպես անել։ Մենք դեռ չենք հասել, մենք են առաջի մոդայի մեջ ենք։ Հա, մենք հələ ախտոտում ենք, հետո հասկանում ենք ինչ պետք է անենք։ Մի տեսակ ոնց որ աշխարհն էլ է մասնագիտացել ու գլոբալ անհավասար, էկո անհավասարության նոր երևույթի հետ գործ ունենք, այսինքն այդ քաղաքակիրթ արևմտյան, այսպես ասած, երկրները հարուստ, գաղութատիրական անցյալով, ոնց որ արդյունաբերությունները լրիվ տեղափոխում են երրորդ երկրներ, որտեղ իրոք ծայրահեղ ծանր էկոլոգիական վիճակ է եւ ռեսուրսների գերսպառում, բայց միևնույն ժամանակ շարունակում են օգտվել այդ բարիքներից, այսինքն միևնույն ժամանակ իրանք բոլորից լավ են ապրում, բոլորից մաքուր միջավայրում, որովհետեւ հա, որտեղ ուղղակի այդ բաներ պատվիրակում են, չէ՞։ Լրիվ արդյունաբերություն, ոնց Չինաստան, Հնդկաստան, Բանգլադեշ եւ այլն։ Այսինքն գործ ունենք նոր անհավասարության նոր տեսակի հետ, հա, որ կարելի է ասել էկո անհավասարություն մի տեսակ։ Նոր տեսակ չի։ Էկո անարդարություն։ Ըստ նոր տեսակ չի, այդ վաղուց է, ուժեղի մոտ միշտ է թույլ է մեղավոր։ Դրա համար պետքա լինել ուժեղ գիտակցությամբ, ուժեղ ամեն ինչով, հա, այնտեղ որտեղ գեղեցկությունը չի հաղթում եւ սերը պետքա ուժեղ։ Հիմա դրա համար մեր երկրի տեսանկյունից օրինակ կարելի է նայել այս հարցին։ Այո, մենք եթե տենց վատ ենք վերաբերվում եւ չենք հասնում նրան, որ գիտակցենք այդ սերունդների հավասարությունը, կայուն հասարակության կայուն զարգացումը, բնության ներդաշնակություն եւ այլն, մենք դա տեսնում ենք միայն դեռևս միջազգային հաշվետվությունների լրացման մակարդակով։ Հիմա լրացնեն էլ մի բան կլրացնենք, էլի։ Եվ այդպեսի տենց դրա համար շատ հաճախ գիտնականների հետ հակասության մեջ են վարչարանում, հա, եւ վարչարարները, այդ հաշվետվություն գրողները եւ գիտությունը շատ հաճախ մենք արդեն որոշել ենք ոչ էլ տենց հարաբերվենք, որպեսի չունենանք այդ փոխազդեցությունը, հա, որովհետեւ գլոբալ տենդենսները հզոր են, շատ ռեսուրս է դրվում դրա տակ, իսկ գիտությունը, այո, գիտությունը մի տեսակ չես կարող անընդհատ այդ ամեն ինչի մեջ լինել, դու կամ քո գիտությունը պետք է անես, կամ քաղաքականության մեջ մտնես։ Դրա համար մենք տենց լուր գլուխներս կախ մեր գործն ենք անում, մեր ղեկավարը ասում էր ռուկոպիսի նիգարյատ, հա, ձեռագրերը չեն այրվում։ Դրա համար մենք մեր գործն ենք անում, հաստատ մի օր միտեղ պետք է գալու եւ ունենալու ենք այդ զարգացած գիտակից հասարակությունը, որովհետև արևմուտքն էլ է եկել վայրի կապիտալիզմի ճանապարհով անցելա, նոր հասելա եւ բնությունը էլի չի գնահատում այնպես ոնց պետք է գնահատի, շատ հաճախ մենք ֆուտլարին ենք ականատես լինում, հա, այդ անեկդոտը գիտեք, երևի էմիգրանտի եւ տուրիստի տարբերության չգիտեմ, կապվել թե չէ, մեկը տենց արդեն վերևում է ապրում, Գաբրիել հրեշտակին ասում ուր ես ուզում գնաս, ասում դե մի հատ նայեմ, էլի, տենց դրախտի դուռն է ու դժոխքի դուռը, բացում է դրախտի դուռը, դե ոնց ենք պատկերացնում դրախտը, տենց վիճակը, կանոչ, սիրուն, բնություն, բոլորը երջանիկ են, դժոխքի դուռն է բացվում, նույն վիճակն է, ավելի ուրախ, ավելի հավես։ Ասում է, ես ուզում եմ գնամ այս դժոխքը։ Ասում է, դու գիտես, դուռը փակում է, այս մարդը սկսում է կրակների մեջ այրվել։ Դուռը ծեծում ասում է, Գաբրիել հրեշտակ, ես ինչեր ասում է, այս է էմիգրանտի եւ տուրիստի տարբերությունը։ Ես էլ բանը, գովազդի խաբվեցի տենց գիտի։ Դրա համար մենք էլ այդ ֆուտլարը արևմուտքում կա, իրանք էլ ունեն բազմաթիվ շրջակա միջավայրի խնդիրներ, ուղղակի կարող է այն ինչ որ վերաբերվում է բնակչության, ազգաբնակչության, անմիջական անվտանգության եւ միջավայրի որակին, իրան գուցե այդ հարցերը լուծել են։ Մենք մեր մաշկի վրա ավելի մոտիկ ենք զգում։ Կա լուծելու, այսինքն հաստատ հանքալեռնային կազմակերպությունները իրանց այդպես չեն պահում, ոնց Հայաստանի ման երկրներում են պահում, հա, գործարանները այդպես չեն պահում, գենդեր փարթի անելուց առաջ արդեն ինձ թվում է մեր մոտ էլ կմտածեն արժի շաքեի ջրվեժը այդպես գունավորել
իրանց մոտ մի քիչ այլ գիտակցություն է, գիտակցության մակարդակն է այլ, բայց խնդիրները կան։ Այ դուք նշեցիք եւ իհարկե դա փաստն է գիտական, որ բնությունը գլոբալ է, այսինքն բոլոր այդ կենսաքիմիական process-ները գլոբալ են մեծ հաշվով եւ ինչքան էլ մենք խորանում ենք մարդկային օրակարգերի մեջ, ստիպված ենք ի վերջո հետ գալ ու ամբողջ պատկերը նայել, իսկ ամբողջ պատկերը զուտ փաստական իմաստով այն է, որ մարդը կարծես թե անդառնալիորեն փոխել է երկիր մոլորակի կենսաքիմիական բոլոր process-ները եւ մենք այսօր տեսնում ենք սառույցների հալվելը բևեռներում, տեսակների մասսայական վերանալը, տեսնում ենք կլիմայական լուրջ փոփոխություններ, որոնք աննախադեպ են այս մեր պատմական ժամանակի համար։ Հարցս հետեւյալին է վերաբերում. արդյոք մենք իրոք անցել ենք այն անդառնալիության կետը, որից հետո արդեն բնության ինքնավերականգնող ուժեր էլ չեն գործում եւ մենք պարտավոր ենք արդեն մեր ագրեսիվ միջամտությամբ կառավարել այդ ռիսկերը, թե ամեն դեպքում հնարավոր է դեռ մի քիչ նահանջել, հետ կանգնել, ոնց որ օրինակ COVID-ի ժամանակ ցույց տվեց, ասենք, անգամ մեմ էր դարել, չէ՞, որ օդը այնքան է մաքրվել, որ Հնդկաստանից երևում են Հիմալայան լեռները եւ այլն։ Այսինքն, արդյոք մենք անցել ենք այդ բոլոր կարմիր գծերը, թե դեռ հույս կա, որ ոչ։ Հույս միշտ կա, եթե բնության մասին ենք խոսում, բայց մարդկանց վերաբերյալ մի քիչ պեսիմիզմը ավելի շատ է բնության։ Ես կարծում եմ, որ կետեր կան, որոնք գուցե արդեն կանցնենք շուտով անդառնալի այդ կետը, բայց բնությունը էլի մեկը ես հավատում եմ բնության հզոր ուժին, որ մեկը այդ ինքնավերականգնման, ինքնամաքրման մեխանիզմները ինչ որ ձևով կարող է մենք չվերադառնանք այն կուսական վիճակի, բայց կարող է դեռևս ունենանք այդ բնությունը, հա, որովհետև այո, իհարկե, հիմա կան արդեն այն գիտակցում եւ աշխարհում շատանում են այն տարածքները, որտեղ արգելավայրեր, արգելոցներ կան, նաեւ կենսոլորտային պահպանավայրեր, որը մի քիչ այլ ձևով բնությանը նայում, հա, ոչ թե արգելելու տեսանկյունից, այլ հնարավորությունները առավելագույնս գնահատելու եւ օգտագործելու այդ բնահեն լուծումները, որ ասում են, էկոհամակարգային ծառայություններ, այսինքն մարդը հասկանում է, որ ինքը մեկա բնությունը այդքան շահագործում է, երևի 10%-ն էլ չի օգտագործում, ոնց է մենք մեր ուղեղի, հա, 3-ից 5%-ի հնարավորություններն ենք օգտագործում, ասում են առավելագույն մարդկանց։ Իսկ բնության ռեսուրսները շատ ավելի շատ են, այսինքն մենք հասկանում ենք, որ մեկ ճիշտ տնկած ծառը ինքը միայն կանաչապատում չի, ինքը կարա ունենա նաև այլ էկոհամակարգային ծառայություններ եւ էլի ի բարօրություն մեզ էգոիստներից լինի, բայց լինի այդ բնահեն լուծում, այսինքն շրջակա միջավայրի խնդիրները լուծել բնության ռեսուրսներով։ Հիմա մարդկությունը գնում է այդ ուղղությամբ եւ դա նաեւ տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ ունի իր մեջ, հա, նաեւ գիտության մեջ է նոր խնդիրներ առաջացնում, որ հետազոտենք, հասկանանք, որովհետև արդեն հասկացել ենք, որ մի բան են չենք անում բնության հետ, հա, այդ գիտակցումը կա ամեն դեպքում եւ գլոբալ առումով եւ գիտական եւ քաղաքական բոլորը խոսում են դրա մասին, հա։ Հիմա պետք է գանք լուծումներին, այդ լուծումները պետք է լինեն բնահեն եւ այդ բնահեն տեխնոլոգիական զարգացումը կարող է բերի նրան, որ մենք կունենանք բնություն, մի քիչ այլ բնություն, բայց գուցե ավելի մենք ներդաշնանք կլինենք բնության հետ եւ գուցե բնությունը մեզ ների։ Ոչ թե ամենաակնհայտ ձևով ուղղակի հանգիստ թողել բնությանը կամ իզոլացնել ինչ-որ տարածքներ, որ բնությունը ինքնավերականգնում, այլ նաեւ ակտիվ միջամտել։ Օրինակ, չգիտեմ, ինչ-որ տեսակներ նոր մշակել, որոնք ավելի ջրադիմացկուն են վայրի բնության իմաստով, կամ ինչ-որ կերպով ճնշել ինչ-որ ինվազիվ տեսակների, որ մնացածը շանս ունեն, այսինքն սենց միջամտություններ վայրի բնությանը հնարավոր են։ Այո, կունենանք մեկ այլի տարածքներ, որտեղ կթողենք, որ գենոֆոնդը պահպանենք, որ այսենց էլ է եղել, եւ դա միայն այն գեղեցիկ լանդշաֆտների մասին չի խոսքը, որ մենք սիրում ենք անտառ եւ այլն, չէ, Ճահիճից սկսած մինչեւ Անապատ եւ այլն, նաեւ Հայաստանում էլ ունենք մենք արգելավայրեր, որոնք այդ կոնկրետ այդ լանդշաֆտի տեսակն են բանում։ Դուք պատկերացրեք երեխա, որ Երևանում ծնվել մեծացել է եւ գյուղում բարեկամներ չունի, ինքը չգիտի կիրճը ինչ է։
որովհետև Երևանում այտենց մի հատ լանդշաֆտ մենք համարյա թե չունենք, կորցրել ենք։ Այսինքն մենք հիմա արդեն ոչ թե տեսակների հետևից ենք ընկնում, այլ լանդշաֆտների հետևից ենք ընկնում, որ մարդիկ ունենան այդ լանդշաֆտների բազմազանությունը, հələ տեսակային բազմազանությունը Հայաստանը դից առումով։ Բայց մենք շատ ինձ մոտ տասնամյակներ, թե ոչ հարյուրամյակներ, ոնց որ իրարից հնարավորինս զատել ենք բնությունը եւ ուրբանիզացումը, որ տարբեր այլ երկրներում նայում ես, դրանց ինտեգրումը կա, իսկ օրինակ Հայաստանում Երևանը հնարավորինս կառուցված շենքերից է կազմված, այսինքն այդ բնությունը բերած չի քաղաք, այսինքն կամ էլ հանածաքաղաքից։ Իդեպ այդ առումով կարա լինի ինչ որ դրական շարժեր, որ օրինակ մի տեսակ կենթանիներին, հա, ինչ անենք, բերենք քաղաք ավելի շատ կամ գիտեք, եթե բուսաբանական այգին Անտաշի ճգնաժամի մեջ կարող էր մեծ այտենց էլի այտենց քաղաքում վայրի բնության ներկայության լավ նմուշ լինել, բայց շատ չափազանց էկզոտիկ։ Բուսաբանական այգին վայրի բնություն չի, մենք եթե կենտրոնանում ենք, որ Հայաստանում միայն Երևանն է քաղաք, ապա այո, Երևանը գտնվում է կիսաանապատային եւ 4 տափաստանային լանդշաֆտում։ Այսինքն եթե մենք բնությունը բերենք Երևան, մեր մոտ կգան կարիճները, օձերը եւ նմանատիպ տենց բաներ։ Այսինքն մենք շատ հաճախ մեր ցանկությունների մեջ է պետք է լինենք զգուշ։ Մենք հակառակն ենք ունում։ Մենք ասում ենք մեր քաղաքը կանաչապատ չի։ Այս գոլեգա ունեմ Իտալիայից, որ կանաչապատման մասնագետ է եկել էր մեզ հյուր, ասեց, «Էսի չկանաչապատ քաղաք»։ Ասեցի Կարլո, այդ մասին այստեղ պոպուլյար չի, բայց ասեց դուք կիսաանապատային գոտում եք ձեր քաղաքը ստեղծել, բայց մենք ունենք օրինակ Դիլիջան, Իջևան, մենք ունենք Կապան։ Ու Կապանը նայել եք ինքը լանդշաֆտային արխիտեկտուրայի ինչ ունիկալ տեսակ է։ Այսինքն մենք մեր Գորիսը, մենք այտենց քաղաքներ ունենք, որ այնտեղ բնությունը դեռ կա, ուրիշ բան, որ մենք այդ կոնցեպտը չփոխենք, այդ քաղաքների թողենք, բայց Երևանում եթե բնությունը հետ բերենք, ապա չեմ կարծում, որ շատ է։ Չէ, հետ բերելը երևի անսամտ ինչ որ միտքեր, բայց խոսքը համասն է, որ օրինակ հաստատ ինչ որ կենթանատեսակներ կարող են լինել, բացի քարիկից ու սովեմ, բայց մի տեսակ ոնց որ այնքան անհյուրընկալ է Երևանը, ոնց որ բետոնից բացի որևէ այլ բանի համար դարձել, չգիտեմ։ Ես որպես մարդակենտրոնության մասնավոր դրսևորում Երևանակենտրոն եմ, մենք կարող ենք նոր բնություն բերել Երևան, հա, կանաչապատել, հասկանանք օրինակ մեր շենքերը ինչ ռեսուրսներ ունեն ուղղաձիգ եւ հորիզոնական կանաչապատման համար, տանիքները ոնց օգտագործենք, հա, պատերը ոնց օգտագործենք, այդ էկոհամակարգային ծառայությունները մեր քաղաքի շենքից սկսած մինչև ամբողջ քաղաքը մեր մոտ գնահատված չի։ Մենք ունենք զոր պոտենցիալ հասկանալու, փոխելու, լրացնելու, ռիսկերը չեն կարող վերացնել, դրանք նվազեցնելու։ Մենք օրինակներ ունենք, մի օրինակ կներեք, ճոխացրեցի օրինակներ։ Մեկ օրինակ ունենք Երևանի պարտեզներից մեկում կանաչպատ ենք ստեղծել որպես բնահեն լուծում, դրանից հետո քաղաքապետարանի հետ չկարողացանք աշխատել երևի արդյունավետ, որպեսզի դա շարունակական լիներ, չկարողացանք դա տենց օրենք դարձնել կամ հա ինստիտուցիոնալություն հաղորդել դրան, բայց այդ մի օրինակը կա, մենք հետո մեր գիտությունը շարունակում ենք, հետազոտում ենք, հա, մեզ ինչ տան կհետազոտենք երկար տարիներ, ու էլի կասենք կա, մենք հասկացանք, որ այդ կանաչպատը անհրաժեշտ գործոն է, բայց բավարար չի, որպեսզի ամբողջ ուրեմն ռիսկերը նվազեցնենք մանկապարտեզներ նոր աղտոտիչների հոսքի արգելակման համար։ Ինչ բուսատեսակով էր այդ կանաչպատը։ Իրանք տարբեր բուսատեսակներ են, կարա ամենատարբերը լինի։ Կուսախաղող ես մի քանի տեղ տեսել եմ։ Այո, մեխը նրա մեջ է, որ ինքը պետքա կայուն լինի ոչ միայն մեր բնակլիմայական պայմաններին, այլ նաև էկոլոգիական ստրեսին։ Հա, որ տեսնում եք, բույսը բերում են, տնկում են, մի շաբաթ հետո ցախավել է դառնում, այլ որպեսզի դա չլինի, դա էլ հատուկ ուրեմն մեր լուսահոգի Հասմիկ Ալբերտովնա Հովհաննիսյան ինքն էր դրա մասնագետը եւ կարողանում էր հաշվարկել, նաեւ հասկանալ թե ինչ թփա եւ ծառատեսակներ պետքա ստեղծել, որպեսզի այ մանկապարտեզները մի քիչ անվտանգ լինեն, որտեվ մենք ինչ անում ենք երեխաների համար ենք անում։ Ու նաեւ տեսնելով սովորեն այն վարքաձևը, որը արտացոլված է։ Այո, բայց այդ մի օրինակի վրա մենք հասկացանք, որ լիքը բաներ կա, որ մեզ հասու չի, որ այ մանկապարտեզներ կան, որ ռոռոկման համակարգ չունեն, մանկապարտեզներ կան, որ ռոռոկման համակարգ ունեն, ջուր չունեն։ Այդ երկուսը եթե ունեն, այգեպան չունեն, եթե այգեպան ունեն, այսինքն հազար ու մի
այդ տիպի խնդիրներ առաջացան, որոնցից շատերը ռեսուրսի հետ կապված չէ, այս միշտ սիրում եմ ասել, հաճախ գտածակ չունենք։ Այդ գտածակն է մասնագիտությունից է գալիս, եթե դու մասնագետ ես, դու արդեն մասնագիտական գտածակ, ֆայմ գոնե կունենաս, որպեսզի ինչ որ հարցեր չբարթես ռեսուրսների կամ ֆայմես թե որ այլ մասնագետի ներգրավես, որ այդ հարցը։ Օրինակ տարական բան ասեմ, ճիշտ եք ասում, որ էլի զուտ մոտեցման մտածողության տեսակի հարց է։ Ես ապրում եմ գյուղական համայնքներում եւ ցանկացած այգեգործական եւ ջեռուցման սեզոնի հնարավոր ամեն ինչ այրում են այդտեղ եւ ծխի դոմա թե գյուղը պետք է ավելի էկո միջավայր լինի, չէ՞, ինչի համար էլ իբր Երևանից տեղափոխվել ենք այնտեղ, բայց այդ թափոնները վառում են զանգվածային եւ ծխի մի հատ անանցանելի քուլաներ են ամբողջ այդ սեզոնին։ Այսինքն շատ տեխնոլոգիա ու շատ միջոցներ պետք է զուտ կոմպոստացնելու համար ստանալու հավելյալ մի ռեսուրսի ու սննդի մի կամ երբեմն պետք է ուղղակի բան չանել գոնե, որ ավելի վատ չլինի, երբեմն խոտը կարելի է չհնձել կամ հնձել մի ձևով, որ մանր ասենք մասերի բաժանվի ու մնա, ասենք պարտադիր, իրոք երբեմն կարելի է ուղղակի բան չանել։ Այո, բայց եթե դուք խորանաք, կտեսնեք, որ մեր գյուղական համայնքներում աղբահանությունը շատ վատ վիճակում է։ Դրա համար մարդիկ ինչ պետք է անեն։ Պետք է այրեն։ Ամեն ինչ չես կարող կոմպոստացնես, հա։ Այսինքն ինչքան մենք խորանում ենք, այնքան հասկանում ենք, որ բնապահպանական, շրջակա միջավայրի էկոլոգիական խնդիրները սոցիալական, նաև քաղաքական, տնտեսական հիմքեր ունեն։ Մենք կարանք շատ սիրենք բնությունը, շատ սիրենք գնանք բնության մեջ քեֆ անենք, թափենք գանք, որովհետև այդ բնության մեջ թափելու տեղ չկա։ Մեզ էլ չեն սովորացրել, որ չի կարելի։ Այլ մեր գերեզմանատները որ գնանք, կտեսնեք, մարդիկ իրանց գերեզմանները մաքրում են, թափեն ուրիշ գերեզմանների։ Այո, դա շատ։ Այսինքն կարելի է ինչ որ չգիտեմ, ծլաֆային տոպրակ տանել, ամեն ինչը լցնել, հետո նա տանել աղբը, չէ, թափել։ Բոլոր ունեն գերեզմաններ, ես կարծում եմ, եւ այդ խնդիրը մեր մոտ օրացական է։ Դա նաեւ սոցիոլոգիական եւ հոգեբանական խնդիր է, այսինքն եթե մարդը անհատը իրեն կապակցված չի զգում մեկ այլ անհատի հետ, եթե ընտանիքից դուրս է օրինակ, շատ դժվար է իրեն բերել հանրային էլ ավելի առողջ վարքաձևի ու ընդհանրապես ինձ թվում է, որ որպեսզի մենք բնության հանդեպ հոգատարությունը սերմանենք մեր հասարակության մեջ կամ ավելի ոնց ասեմ նոր էթիկա ձևավորենք, մենք պետք է հաշվի առնենք այն ներկայիս գիտակցությունը, որը ունի մարդը այսօր այստեղ ու իմ տպավորությամբ գոնե այսօր այստեղ մարդը մի տեսակ ադապտացված է վատին, մի տեսակ ոնց որ մարդկանց համար օքեյ է, որ բնությունը փչանա, որովհետև ինձ թվում է հայերի համար ինքան հասկանալի է, որ ամեն ինչ դեպի վատը կարա, ինքան ադապտացված է այդ մտքին, դժվար է վախեցնել մարդուն բացասական սցենարով Հայաստանում, օրինակ ինձ համար ես նստած մտածում եմ ինչ կարելի է անել, որ մարդու մոտ ինչ որ բան ծնգա, էլի միանա, որտեվ հա օքեյ, վատ է լինելու, ուրեմն արի ես էլ վերջին ինչ որ մի բան պոկեմ, այտենց ինչ որ մի բան կա, թե կներեք, ուղղակի ես մտածում եմ գիտակցության մասը կարևոր է։ Այո, լրիվ համաձայն եմ եւ դա գուցե ինչ որ հոգեբանական վերլուծության առարկա է հաստատ, որպեսզի հասկանանք այդ ինչը պետքա փոխվենք, ինչ պետքա ուսուցիչներին փոխենք, որ աշակերտներին փոխեն, աշակերտներին փոխենք, որ ծնողներին փոխեն, ոնց անենք, էլի ես միջիմ ուսանողներին ասում եմ չթողի երիտասարդներին կոչ եմ անում, որ չթողեն մեծերը իրանց փչացնեն եւ ժամանակը խլեն։ Դա շատ կարևոր հարց է, որտեղ մեր երիտասարդությունը շատ լավն է։ Մեր սերունդը տենց մի տեսակ մեծացավ, տենց տարբեր վայրիվերումներով, տենց բնության մասին առանձնապես ժամանակ չկար մտորումներ անելու, բայց այս երիտասարդները շատ լավն են, նոր սերունդը լավն է, իրանց հնարավորություններն էլ են լավ։ Գուցե իրանք կարողանան այդ բնության նկատմամբ, օրինակ իմ 8-ամյա տղայի կողքը ոչ մեկ չի կարող ինչ որ բան թափել, որովհետև ես շատ վատ բառեր եմ ասել այդ թափողներին ու ինքը բարձրաձայն ասում է, որ մամա ջան, այս խոզեր ինչ որ բան կերավ եւ թափեց։ Ուզում եմ ասեմ, իր մոտ արդեն շատ դժվար կլինի, այ մեր սերնդակիցների մի քիչ ավելի սերնդակիցների մոտ եմ ցավոք սրտի ես դա նկատում, որ իրանից հետո շատ աղբա առաջանում։ Չգիտեմ ինչից է դա գալիս, բայց մենք այդ դժբախտությունը ունենք, ես դա համարում եմ դժբախտություն, որովհետև չես հասկանում ոնց պետքա պայքարես այդ մարդկանց հետ։ Ճիշտ է կոնֆլիկտի մեջ մտնելը, թե ճիշտ չի, դա ուր կտանի, արդյոք դա կծառայի նրան ինչի մեջ մտնում ես։ Հա, ես էլ եմ մեկ մտածում, օրինակ իմ կողքը գցեցին այդ ծխի բան։
չգիտեմ անելը թե չանելը, ուտեղ էլ կա այդ դիլեման, էթիկական, դու միակ բանը որ անում ես, ինչ որ հայացքով խեթում ես, որ քեզ համոզես, որ ինչ-որ բան արեցիր, էլի ոչ թե տենց աչքերդ փակեցիր, գնացիր։ Մենք այդ խնդիրը, այդ պրիմիտիվ հարցերը չենք լուծել, դրա համար մի տեսակ տենց մտորումները չեն տանում ճիշտ է։ Իհարկե փաստ է, որ մենք մեր ժողովրդի մեծամասնությունը չունի էկոլոգիական գիտակցություն, շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վարք, անվանենք էկո անտարբերություն, չգիտեմ, բայց դրան հակակշիռ, հատկապես նոր սերունդը։ Գլոբալ առումով երբեք այդքան շատ չի եղել խոսակցությունը շրջակա միջավայրի մասին հոգատարության եւ համակերպության ավելի ասենց ասած կայուն միջոցներ գտնելու բնության հետ։ Եվ այս խոսակցությունները մի տեսակ այնքան են սրվել, որ անգամ առաջացել է այդպիսի մի եզր հոգեբանական, որը կոչվում է էկո տագնապ, էկո անհանգստություն, այսինքն շատերը իրական տագնապ ունեն էկոլոգիական հիմքով, այսինքն մեղքի, մեղավորության զգացում շրջակա միջավայրի համար։ Ահագնացող, հա, եւ տագնապ, որ վատ է լինելու ամեն ինչ, այսինքն այդ էկո anxiety-ն իրոք կա։ Հիմա հարցը սրան է վերաբերում, արդյոք սա նախանշան է, որ գլոբալ առումով կարող մտածողությունը մարդկության այնպես փոխվի, որ մենք կարողանանք գտնել այդ միջանկյալ համակեցության ճիշտ տեղը, թե ամեն դեպքում ուղղակի դատապարտվածության նշան է այս զգացողությունը։ Ճիշտ ասած, չգիտեմ, չեմ կարող ասել, եւ չգիտեմ արդյոք դա տենց գլոբալ մասշտաբի է հասել, հա, այդ գլոբալ գիտակցումը երկիր մոլորակը պահպանելու չեմ կարող ասել, որովհետեւ ես կարծում եմ մեկը դրանք խոսակցությունների մակարդակով է։ Եվ դեռևս եթե մեր բոլորի կյանքում ոչ մի փոփոխության դա չի բերել, դա ուղղակի ինչ որ հերթական տագնապ է, որը մարդը այս 21-րդ դարում ունենում է։ Իհարկե, նույնիսկ եթե ունենում ես, բայց քո կյանքում կենցաղում եթե ոչինչ չի փոխվում, դա ուրեմն այդ պրոպագանդայի տակ ենք մնացել, հա, ինչ որ տենց գլոբալ էկոլոգիական հարցերի դրա այդ ճնշման տակ սենց բերը տանում ենք մեր ուսերին, այտենց վիճակ է եւ երևի դա մարդկային է, չգիտեմ, հոգեբանները կասեն, որ մարդը անպայման ինչ որ մի վախ պետք է ունենա, չէ՞, ինչ որ վախերից։ Մեր վախերի հետ չես համեմատի այդ էկոլոգիական վախերը, մենք սեյսմիկ գոտում ապրող մարդկանց, հա, քաղաքական բարդ քարտեզը որ նայեք հասկանալի կլինի, այսինքն այդ անմիջական սպառնալիքներ ռիսկեր են կախված։ Դրա համար էլ գուցե բնության նկատմամբ էլ մենք ունենք կարճաժամկետ մտածելակերպ։ Այս պահին մի կյանք ենք ապրում, հա, մեր ասած, որտեղ հաց ընդեղ կաց մի կյանք ենք ապրում, հա, այդ մեր ինձ մոտ ունը քանդած բաներն են։ Բայց օրինակ Ճապոնիան ընդեղ էլ ավելի Ճապոնիայի հետ մի համեմատվի։ Ոնց որ մահվան մշակույթ կա, այնքան ակնհայտ է մեռնելու բանը, վտանգը, երկրաշարժից հրաբուխի, բայց այն բնության հանդեպ այդքան էսթետիկ, պոետիկ անգամ հոգատարություն ես ուրիշ տեղ չեմ տեսել, այսինքն այնտեղ այդպես մշակութային կոդը ուրիշ ձև է աշխատում։ Այնտեղ փոխհարաբերություն է։ Այնտեղ գնահատել են բոլոր էկոհամակարգային ծառայությունները, ամենակարևորը իրանց մասին ամեն ինչ գիտեն։ Հələ բնությունը մի կողմ դնենք։ Մենք մեր մասին չգիտենք, մեր ճշնամիները մեզ ավելի լավ գիտեն, քան մենք։ Մենք չգիտենք մեր դեմոգրաֆիական իրավիճակը, մենք չգիտենք դա վերլուծել, չենք հասկանում մեր պատերազմները ինչու են հենց այդ ժամանակում սկսում, այլ ոչ։ Մենք մեզ չենք ճանաչում։ Եթե դու քեզ չես ճանաչում, ոնց կարաս մեծ համակարգի մաս քեզ համարես։ Դու տեկել ես ինչ որ չգիտեմ, ապրում ես, գնում ես, մեկը սենց է փախնում, մեկը նենց է փախնում, մեկը սենց է յոլա գնում։ Այդ խնդիրները մենք ունենք։ Երևի ինչ որ ինքնագիտակցման, վերապրման, չեմ կարող ասել ինչից է։ Եվ միջբնակավարային համագործակցություն։ Սիրով, այդ ամենահետաքրքիր մասն է։ Ինչ որ մտքեր։ Ուրիշ ինչ առիթով պետք է հոգեբանը, աշխարհագրագետը, էկոլոգը եւ բանաստեղծը խոսային երկրի ապագայից։ Բանաստեղծը, որը ապրում է գյուղում եւ տեսնում է ցիկուլաներ։ Կոմպոստացում։ Այ բնությունը արդեն վերջ, դուք արդեն մտել եք ձեր բնական դաշտը եւ վստահ եմ հաստատ այդպիսի տենց
փոփոխություններ կլինեն, հա, եթե ամեն բնակավայրում, ամեն շենքում լինեն տենց ինչ որ բյուրեղացնող կետեր, օբյեկտիվիզացնող ինչ որ տարածքներ, մարդիկ, որոնք վարակիչ պետքա լինեն, հա, իմ տունը փոքր է, բայց ես տեսակավորում եմ աղբը եւ այդ դառնա իմ, որովհետեւ տեղ չունեմ դա դնելու։ Բայց փառք Աստծո հիմա կա տեսակավորման, չգիտեմ հետո տեսակավորումից հետո ուրա օղակը կա, հենց այդ է, չգիտեմ, այ չգիտեմ։ Չեն դանում մեկալեցնում սովետը։ Դե ես մտածում եմ ես իմ մասը արել եմ, մնացածը թող։ Լիլիթ, այդ գլոբալ հարցից խոսեցինք ու դրանց պրոյեկցիաներից այսօր մեր Հայաստանում ձեր հետազոտական կենտրոնում ինչով եք զբաղվում, օրինակները բերեցիք, բայց կուզենք մի քիչ ավելի համակարգված, որ նաև պատկերացնենք մեր հեռանկարները բարելավելու հարցում հետազոտությունը ինչ կարող է։ Եթե կարճ ասեմ, մեր կենտրոնը գիտություն եւ կրթություն իրականացնում է շրջակա միջավայրի գիտությունների, էկոլոգիայի, սննդի անվտանգության բնագավառում եւ մենք կարողանում ենք փակել շղթան շրջակա միջավայրի անվտանգությունից մինչև սննդի անվտանգություն։ Եվ փորձում ենք խնդիրները նայել այդ մեկ համակարգի շրջանակներում, որովհետև ցավոք սրտի մենք բոլոր տեղերում ունենք խնդիրներ։ Եվ շրջակա միջավայրի եւ սննդի անվտանգության հիմա արդեն պարենային անվտանգության հետ որոշ ուրեմն խմբեր ունենք, արդեն հետազոտություններ ունենք, հետաքրքիր։ Այս աշխարհը այնքան դինամիկ, այնքան շատ, այնքան արագ է, որ մենք շատ հետազոտելու բաներ ունենք եւ նաեւ կրթական բլոկով ենք փորձում այդ երկարաժամկետը կրթական բլոկով իրականացնենք, հա, ոչ միայն մեր մագիստրատուրայի եւ ասպիրանտական դպրոցի շրջանակներում, այլ նաեւ մենք ունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն կրթություն հանուն կայուն զարգացման, որի միջոցով մենք մտնում ենք դպրոցներ եւ կարողանում ենք այդ կոնցեպտները նայել, տանել դպրոց ու հակառակը դպրոցին բերել դեպի գիտություն։ Նաեւ կուրացնում ենք NASA-ի շատ հետաքրքիր ծրագիր, Globe կոչվում էլի կրթական գիտությունը տանել դպրոց ու շատ հետաքրքիր անցյալ տարի այս ժամանակ էր, մենք հավաքվել էինք այն տարեկան միտինգին եւ շատ, չգիտեմ, իմ համար մոտիվացնող էր, որ NASA-ից, որ մենք, չգիտեմ, անհասա չէ, թվում հեռու է թվում, մարդիկ աշխարհի տարբեր երկրներից 100-ից ավել երկրներից նստած քննարկում էին, թե առողջ հող կոնցեպտը, որը այսօր առաջնահերթ է Եվրոպայում, ոնց մտցնեն Ֆրանսիայի դպրոցականների առաջի դասարանցիների մոտ, իսկ Ֆրանսիայում ես չգիտեի, երեխաները 4 տարեկանից են գնում դպրոց։ Այսինքն այդ այնց մեծ բաժնի վարիչներ, գիտնականներ, ուսուցիչներ եւ աշակերտներ նստած մտածում էին ոնց իրանց կրթական ծրագիրը փոխեն, որովհետեւ հողը որպես առաջնահերթություն մտնի դպրոց ու ես շատ տենց հա եզրակացություններ ես անում, բերում ես այն ինչ որ լավն է քո երկիր, որ մենք առաջնահերթություններ չենք կարողանում սահմանել, որովհետև ես միշտ ասում եմ, եթե մենք ունենք բոլորս առաջնահերթություն, մենք բոլորս ձգտում ենք առաջինը հասնենք այդ առաջնահերթության, իսկ որ դու չունես, մենք իրար հետ պայքարում ենք, ով լավ դիրք կգրավի, չգիտեմ, արևի մոտ, չգիտեմ, աշխատավայրում, եսին որտեղ։ Ես հասկացա այդ առաջնահերթություն, որ ասում են, այդ ինչ է, այդ ոնց է, որ ամեն տեղից այդ առաջնահերթությունը պետքա բղի։ Եթե մենք որոշում ենք, որ բնությունն է առաջնահերթ, ապա մենք ամենտեղ պետք է դրա մասին խոսենք։ Ամեն ինչ այդ սոուսով պետքա անենք։ Հա, համապատասխանեցի։ Այո, եւ մենք փորձում ենք, վերցնում են ձեզնից։ Եվ մենք փորձում ենք, որ մեր կենտրոնում այդ գոնե գիտական առաջնահերթությունների sense կողքով գնալ եւ Այ մեր հիմնադիր տնօրենը միշտ ասում էր, որ երիտասարդներին պետքա թողել գնան դուրս, մի վախեցեք, կգնան դուրս, հետ կգան, լավը կբերեն Հայաստան, կգնան, այո, եւ կգնան կտեսնեն, որ մենք այդքան է վատը չենք, ավելին, այդքան են փոքր ազգի կոմպլեքսով չեն տարապի, կտեսնեն, որ չէ, մենք գիտական քարտեզի վրա մենք մեր տեղը ունենք, եւ այդ առաջնահերթությունները լավ բաները կբերեն, այ մեր կենտրոնում Միջին տարիքը 37 տարեկան է, 37-38, որը հայկական իրականություն է, ոչ միայն հայկական, հիմա գլոբալ նաև, այդքան ընդունված չի։ Եվ երիտասարդների համ դժվար է, որովհետև ինչպես Հայաստանի դեմոգրաֆիան, այնպես էլ գիտության դեմոգրաֆիական այդ սեռատարիքային բուրգը խախտված է։ Մեր պրոֆեսոր Սաղաթելյանն ասում էր, որ գիտական կոլեկտիվ ընտանիքի նման պետք է լինի, պետք է լինեն երեխաներ, ծնողներ եւ մեծեր։ Հիմա այդ մեծերը տարեց տարի ամիս կրճատվում են, իմ տարիքը, որը ծնողը պետք է լիներ, շատ քիչ ենք, որպեսի մեծերին հարգենք, պատվենք, փոքրերին է մեծացնենք։ Ու այդ դիսբալանսի, այո, այդ դիսբալանսի
շրջանակներում փորձում ենք մեր պլանկան այսպես ասած օպտիմիզմը կվերցնենք այդ նշաձողը պահում եք եւ այդ մեր կենտրոնը ինքը իրանով օպտիմիզմի դրսևորման ձև է, որովհետև մեր կենտրոնը ստեղծվել է 93 թվականին, բոլորս ինձ թվում է տարեկիցները գիտենք որ թվականներին։ Համար ես միշտ երիտասարդներին պատմում եմ, եթե 93 թվականին մի խենթ գիտնական կարողացել է այդ ամեն ինչը անի, ապա մենք իրավունք չունենք ուղակի թևաթափ լինելու եւ առաջ չշարժվելու։ Շնորհակալություն Լիլիթ, ցավոք մեր ժամանակը մոտեցավ ավարտին, ինչպես լինում է սովորաբար, խոսակցության ամենահետաքրքիր կետում մոտենում ենք վերջաբանին։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ այսօր մեզ հյուրընկալվել էր Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ում հետ խոսեցինք բարդ կոնցեպտուալ հարցերից մարդու եւ երկիր մոլորակի հարաբերությունների մասին եւ բնականաբար հասանք Հայաստանի իրական եւ շոշափելի բոլորից վերաբերվող խնդիրներից։ Հուսով եմ հետաքրքիր էր զրույցը, ցտեսություն։